Մարզային բժշկական կենտրոններում ստացիոնար առաջին մամոգրաֆի կայանը Վանաձորում է։ Ապրիլի սկզբից է սկրինինգային այս հետազոտությունը հասանելի դարձել լոռեցիների համար։ Առայժմ միայն բարվորակ գոյացություններ ենք հայտնաբերել, դեռ բարեբախտաբար չարվորակ դեպքեր դեռ չենք ունեցել։ Բժիշկները նախապես անցել են անհրաժեշտ ուսուցում, վերապատրաստում։ Մամոգրաֆիայի սրահում 10 րոպեանոց հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել կրծքագեղձի քաղցկեղը վաղ շրջանում։ Աշխարհով քաղցկեղի հիվանդացությունը կրծքագեղձի արագ տեմպերով է զարգանում։ Մեր գերխնդիրը նախաքաղցկեղային զրոական վիճակում տեսնելն է քաղցկեղը, որպեսզի հետագա բուժման պլանը ճիշտ կազմակերպվի եւ ավելի արդյունավետ լինի։ Վանաձորի բժշկական կենտրոնը սպասարկում է մոտ 140,000 բնակչի։ Մարզում կանանց շրջանում օնկոլոգիական այս հիվանդությունը տարածված է։ Ախտորոշման մասով անհրաժեշտության դեպքում օգնության են հասնում նաև երևանյան բուժ հիմնարկների ոլորտի առաջատար համարվող բժիշկները։ Էլեկտրոնային տարբերակով հետազոտությունը անմիջապես ներբևում է Արմետ համակարգ եւ հնարավորություն է տալիս գրանցված մասնագետին եզրակացություն տալ։ Մենք համագործակցում ենք Ֆանարջյանի անվան ինստիտուտի հետ եւ մասնագետները համատեղ են կարծիքներ տալիս։ Պիլոտով սկրինինգային ծառայությունը մամոգրաֆիայի շարժական կայաններով շրջեց Հայաստանի 5 մարզով՝ Տավուշ, Լոռի, Սյունիք, Շիրակ, Գեղարքունիք։ Առողջապահության նախարարությունում նկատում են քայլ-քայլ հաջողվում է հանրությանը հասցնել այս հետազոտությունների կարևորությունը։ Բոլոր խոցելի խմբերի առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամների համար, զինծառայողների ընտանիքի անդամների համար, սոցփաթեթի շահառուների համար այլևս Հայաստանում գործում է կրծքագեղձի մամոգրաֆիկ սկրինինգային ծրագիրը։ Մեզ համար շատ կարևոր էր, որ թիրախային մենք կարողանանք կանխարգելիչ բուժօգնությունը հասանելի դարձնենք մեր քաղաքացիներին։ Չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժումը եւս պետպատվերով է։ Պետությունը իրականացնում է բժշկական գործիքների ձեռքբերման աջակցության լիզինգի ծրագիրը, ինչի շնորհիվ մարզային բժշկական կենտրոններն ու մասնավոր կլինիկաները հնարավորություն ունեն մատչելի պայմաններով համալրելու ենթակառուցվածքները։ Կապիտալ ֆինանսավորմամբ նույնպես կառավարությունը պատրաստ է ներդրումների ծառայությունների հասանելիության համար։ Պետությունը հայտարարում է, որ գնում է այս ծառայությունները, այսինքն բացում է սկրինինգային ծրագիրը եւ պատրաստ է փոխհատուցելու նաեւ մասնավոր բժշկական կենտրոններին, այսինքն մենք մեր բոլոր ռեսուրսները եւ բոլոր հնարավոր համագործակցության ձևերը ապահովելով պիտի բերենք, հասցնենք հասանելիությունը բավարար մակարդակի։ Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրի շրջանակներում միայն 2024 թվականի ընթացքում իրականացվել է 3902 մամոգրաֆիկ անվճար սկրինինգային հետազոտություն, հատկացումը գերազանցել է 26 միլիոն դրամը։ Մամոգրաֆիկ հետազոտությունների ծառայության ապակենտրոնացումը եւս մեկ քայլ է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացում։